Ինչպես նկատել եք, հարգելի հեռուստադիտողներ, վերջին շրջանում ծիսական արարողությունները, ավանդույթները, գեղեցիկ տեսարանները, հայկական զարդանախշերը ավելի շատ են տարածում գտնում եւ մեր արարողությունների ժամանակ, եւ առօրյա կյանքում, եւ դիզայներների մոտ հայկական զարդանախշերը։ Միտումը ամեն դեպքում գնալով մեծանում է եւ դա ուրախալի է։ Մենք մեր արմատներին ավելի ամուր ենք կարճում։ Ինչպես առավոտյան ասացինք, ետ են գնում մեր արմատներին։ Աշխարհը արմատներին է կարծեք թե գնում։ Վարը վարենք ՀԿ-ն եւ այդ կրթամշակութային ՀԿ-ն Սոլակ գյուղում սեպտեմբերի 28-ին կազմակերպել է ազգային ծեսերի մեծ փառատոն հարսանեկան խորագրով։ Միջոցառման ընթացքում հանդիսատեսը կտեղափոխվի հայկական ավանդական հարսանիքի մթնոլորտ, լիազգային երգերով, պարերով, ծիսական արարողություններով եւ ազգային խաղերով։ Մեր այսօրվա հյուրերն են Վարը վարենք կրթամշակութային հասարակական կազմակերպության երկուսույց Աստղիկ Մաղսուդյանը եւ Վարը վարենք կրթամշակութային հասարակական կազմակերպության ծիսավար Հասմիկ Տիգրանյանը։ Ողջույն աղջիկներ։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Սինխրոնիզացված եք։ Արտաքնապես էլ էին այդպես Թերեզա, նկատեցինք երկու կարող եք քույրիկներ եք հայկական շունչ այսպես հոգևոր։ Միասին աշխատելը տեսեք ինչ է անում։ Դառնում եք ընտանիքի անդամներ եւ նույնական մտածում։ Պատմեք մեզ միջոցառման մասին։ Ինչ է դա իրենից ենթադրում եւ եկեք նաեւ մի փոքր պատմենք այդ հայկական ավանդական հարսանիքների այդ արմատական արժեքին, որովհետեւ մեզ մոտ այսպես կարծրացած է, երբ որ ասում են հայկական ավանդական հարսանիք, հարսին տնից տարան, տմբլտաշ, դուրս եկանք, գնացինք եւ այսպես, բայց մենք տեսնում էինք տեսանյութը մեր գործընկերների պատրաստած, որ դա լրիվ այլ ենթատեքստ եւ պատմություն ունի։ Այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք։ Բայց եկեք ասենք մի պահ այդ տմբլտաշն էլ վերացավ, մտածում են այսպես բան։ Հիմա նորից տմբլտաշին ենք անցել։ Կապ չունի տմբլտաշի տակ ով ինչ է հասկանում, կամ գեղեցիկ տմբլտաշ է, ի վերջո դա ենք մենք։ Չպետք է խուսափենք։ Դուք ինչ եք ներկայացնում։ Իրականում միջոցառումը, որ պլանավորում ենք սեպտեմբերի 28-ին, առաջինը չէ եւ սովորաբար տարվա մեջ գոնե թե մեկ անգամ նման մեծամասշտաբ միջոցառում ունենում ենք եւ ամեն անգամ տարբեր թեմաներով, այսինքն տարբեր տոներին նվիրված, տարբեր ծիսական արարողությունների նվիրված եւ այս անգամ թեման հարսանիքն է, հարսանեկան արարողությունները, այո։ Իրականում ճիշտ եք, հենց ավանդական հարսանիքների շրջանը աշունն է եղել, իհարկե ժամանակին պայմանավորված տնտեսական հանգամանքներով, քանի որ աշնանը բերքահավաք էր, մարդիկ զբաղված էին, իրենց բերքը պիտի հավաքեին, որ կարողանային դրանով հյուրերին հյուրասիրել գոնե թե։ Եվ մենք էլ հետ չմնալով այդ ավանդույթներից որոշեցինք հենց աշնանը կազմակերպել ավանդական հարսանեկան փառատոն։ Ինչ ենք ականատես լինելու միջոցառման ընթացքում, իրականում բավականին բովանդակալից եւ հագեցած ծրագիր ենք պատրաստել մեր հյուրերի համար։ Որ մարզում է լինելու մի փոքր էլ դուք բացեք, մենք իհարկե նշեցինք Սոլակը, բայց ինչու հենց այդտեղ։ Վարը վարենք նախաձեռնությունը առհասարակ հասարակական կազմակերպությունը 4 տարի առաջ Մեղրաձորում է հիմնադրվել։ Ես ինքս հիմնադիրների կազմում չեմ, Հասմիկը ամենասիրելի ուժերը այդտեղ են մնացել։ Եվ մշտապես, ինչպես Հասմիկը նշեց, տարին մեկ անգամ ամենակիչը մեծ միջոցառումը, որ ունեն մենք ծննդյան, հա, մեծ վարը վարենքը Մեղրաձորում ենք անում, որովհետև ամբողջ տարին շրջում ենք տարբեր համայնքներով, բայց միշտ վերադառնում ենք Մեղրաձոր եւ այս անգամ էլ էլի մնացել ենք հա Կոտայքի մարզում, բայց այս անգամ ընտրել ենք Սոլակը, որովհետև վերջին ամիսներին 3-4 ամիս եթե չեմ սխալում գուցե ավել Սոլակ գյուղում նաև փորձնական այսպես խմբակ ենք վարում վարենքով երեխաների հետ դպրոցահասակ հիմնականում եւ այս միջոցառումը նաև լավ առիթ է իրենց գիտելիքները հա այսպես փորձելու իրենց էլ այս ամենում ներգրավելու այս պատճառով այս անգամ որոշեցինք որ Սոլակ գյուղում կարելի է անել այս միջոցառումը մեծ դաշտում, այսպես գեղեցիկ լեռների տեսարանով վստահ ենք, որ կհավանեն մեր հյուրերը ընտրված վայրը։ Պատմեք ժամանակացույցի մասին, օրինակ, ինչ է նախատեսվում, ինչ ծիսակարգեր են լինելու են օրինակ հրավիրյալ հյուրեր։ Մեզ մինչ այդ անհայտ ինչ-որ բաներ կան, տարրեր, որ օրինակ չենք տեսել։ Իրականում, քանի որ հարսանեկան ծիսաշարը բավականին հարուստ է, դրան նախ եւ առաջ պետք է պատրաստվել եւ պատրաստվելու համար մենք օրակարգը այսպես ենք կազմել, որ մեր հյուրերը սկզբում իրենց ձեռքով կկարողանան պատրաստել հարսանիքի համար անհրաժեշտ պարագաներ, օրինակ առանց գաթաների ինձ թվում է հարսանիք, հայկական հարսանիք չենք պատկերացնում։ Տաշի տմբել է առանց գաթայի ոնց կլինի։ Դրա ներքո պետք է այսպես պարածնեք այն։ Առանց կանաչ կարմիրի, որ փեսացուն կապում է կոսբանդի, էլի հայկական հարսանիք չենք պատկերացնում։ Դա եւս հայկական ավանդության մեջ այդ կոսբանդը։ Այո, այո։
Այո։ Այսինքն նմանատիպ իրերը, առանց որոնց մենք չենք պատկերացնում հարսանիքը, դրանք պատրաստելու համար նախատեսել ենք վարպետաց դասեր տարածքում, սկզբում կլինեն վարպետաց դասեր, հյուրերը կկարողանան սովորել եւ իրենց ձեռքով պատրաստել եւ իրենց հետ վերցնել որոշակի իրեր։ Վարպետաց դասերին կհաջորդի արդեն պարուսուցումը, դա մեր միջոցառումների անբաժան հատվածներից մեկն է։ Սովորելու ենք հիմնականում հարսանեկան բարեր եւ համայնքային բարեր։ Այն ինչ մենք տեսնում ենք, բարբերաբար տեղ տվեք ու այսպիսի բաներ են նրանք սովորելու, թե ավելի ինչ-որ ճկուն։ Ազգային բարեր ենք սովորելու, ազգային հարսանեկան բարեր, քանի որ հարսանիքը համայնքային տոն է եղել, մեր բարերն էլ համայնքային են եւ ոչ թե ինչ-որ մեկը սպառելու է։ Լինելու է։ Կարնոքոչարի լինելու է։ Այո։ Այդ երկուսը ես Շավալի լինելու է։ Անպայման գնաց մասնակցելու։ Ես գնալու այդ երկուսին բեմ եմ։ Համեցեք։ Բարերը սովորելուց հետո նաև սովորելու ենք երգեր, որովհետև էլի առանց հարսնագովքերի, առանց թագվորագովքերի հարսանիք չենք պատկերացնում։ Երբ որ երգերը կսովորենք, արդեն կմիանանք բուն հարսանեկան արարողությանը եւ կսկսենք։ Հարսանեկան արարողությունը իրականում այսպես մի փոքր ավելի հերվից ենք սկսելու, ցույց ենք տալու, թե օրինակ ոնց կարող էր զույգը ծանոթանալ եւ այսպես նախապատմության ենք ասել։ Այո։ Հետո նշանդրեքի, այդպես ավանդական փոքրիկ արարողություն, հետո արդեն նախահարսանեկան եւ հարսանեկան արարողություններ։ Երեկոն ամփոփելու ենք համերգային այսպես հատվածով, կայթ նվագախմբի կենթանի կատարումներով, ովքեր եւս կկատարեն հարսանեկան երգեր եւ ունենալու ենք ավանդական մոմերով պար հարսանեկան, որով հարսանիքը համարվել է ավարտված, այսինքն հարսանիքի վերջին պարը մոմերով պարն է եղել։ Ոչ թե բարի գիշեր, բարեկամներ, երգ։ Իրականում բաղադրիչները, որոնց մասին նշում եք, հա, պարով հարսին հանելը եւ այլն, այդ ամենը հայկական ավանդական ծիսակարգի մեջ մտնում է, պարզապես հիմա բովանդակությունը սկսել է զիջել ձևին եւ մեզ ծանոթ շատ բաներ, որոնք գուցե մարդկանց թվում են նոր բաներ են գուցե իրականում եւ մակարապետի ազատ բաշխումների իմացած թուրն ենք զարդարելու եւ հարսին հանելու ենք եւ լավաշ ենք գցելու տեղերը ենք տալու, այսինքն կամ ինչ որ բանի դիմաց է թուրը գեղեցիկ աչքերի։ Իրականում եղբայրն է, չէ՞, պահում ես իմ քրոջը չեմ տալիս շարքից։ Հիմա ձեր տարբերակում որն է լինելու։ Մեր տարբերակում մենք պետք է համոզվենք, որ փեսան արժանի է, այսինքն ոչ թե գումարով է դա գնելու, այլ պետք է ապացուցի, որ արժանի է։ Եվ ինչ անցնել։ Փեսան փորձեք գրառումներ անել։ Միայն թե չասեք փող եմ բռնելու ավանդական այնտեղ։ Անպայման, նաև Փեսան պետք է իր ուժը ցույց տա, այսինքն ապացուցի, որ ուժեղ է, պետք է ապացուցի, որ խելացի է, հնարամիտ է եւ պետք է ապացուցի, որ տաղանդավոր է, այսինքն երգել, պարել կարողանում է։ Ուժը ունի խելքը պետք չի շարքից չի դեպքում բոլորը պետք է եւ այս ամենը գործվեր նաեւ ազատ բաշխում ակարապետի համար մենք մեր սոցիալական հարթակներում այսպես մարտահրավերների շարք էինք սկսել մեր այսպես ընկերական շրջապատում տղաները իրար մարտահրավեր էին նետում այ ես եմ ավելի հեշտ տարբերակին են գնում գումար են առաջարկում որ այդքանը չանեն հա մի անգամից ավելի հեշտ կարճ ճանապարհ են գնում գումար ոչինչ չանելու դիմաց եթե պատկերացնում ենք մի այսպիսի աղետալի իրավիճակ, ֆալշ է երգում փեսան։ Կարևորը սրտով հոգով երգի, որովհետև հա մեր պապիկներն էլ այնպես չի, որ վոկալիստներ են եղել բոլորը, ինչպես կարողացել են իրենց բնական ձայնով այնպես երգել են, այնպես որ կընդունենք կարծում եմ ցանկացած։ Այո, օրինակ տարուսիկների գաղափարը հայկական ավանդույթում որտեղից է ծիսակարգում եկել։ Հիմա օրինակ քաղցր են բաժանում, բայց այդ քաղցրի մեղրի անպայման հարսնացուին փեսայի մայրիկը մեղրեր առաջարկում, հիմա ինչ-որ քաղցրավենիքներ են դարձել դրանք ձեր ծիսակարգում, ձեր ներկայացրած ինչ է լինելու։ Տարուսիկների մասով իրականում գաթան է եղել եւ հարսի տանը հարսի գլխին կլոր գաթա են կտրել եւ բաժանել են ներկաներին որպես պտղաբերության, բարեբերության խորհուրդ, որպես տարոս։ Ինչ վերաբերում է մեղրին, ժամանակին եղել է մեղրը, քանի որ հիմնականում ինչպես սկզբում նշեցի, մարդիկ իրենց բերքով են փորձել կազմակերպել այդ արարողությունը եւ մեղրը քաղցր կյանքի խորհուրդն ունի եւ իրական այսպեսի մի փոքրիկ նյուանս կա, ասում են, որ սկեսուրը մեղրը գթալի հակառակ կողմով է հարսին կերցրել, որ բերանը փակ լինի, չխոսքան լինի։
Լավ, այսինքն ամեն ինչ այդ խեղճ փեսան պիտի անի, փեսան պիտի բոլորին ապացուցի։ Որևէ մեղր փորձելուց առաջ զննեք գթալը, որ կողմով է դրված, որպեսզի չխոսքան չլինենք։ Տեր լինենք մեր իրավունքներին։ Ամեն ինչ պահանջվում է փեսայից, փեսան պիտի ուժեղ լինի, խելացի լինի, մի հատ ասեք գեղեցիկ լինի, բայց այդ հարցը ինչ ունի անելու։ Եկեք հարցի առ։ Հմտություններն էլ ենք ստուգելու, ալերմաղեքի հատված ենք ունենալու, որովհետև հարցը պետք է 7 մաղ ալերմաղեր, որպեսզի մեջքի ամրությունը ստուգեն, բայց միայնակ չի անելու, իրեն միանալու են հյուրերը, որպեսզի այսպես հոգեպես օգնեն հարցին մաղել ալյուրը, այնպես որ դա էլ հաշվի առեք, որ հյուր գալու դեպքում միջոցառման նաև ալյուրեք մաղելով։ Ցույց ենք տալիս այսպիսի սարքով 7 անգամ։ Այ 7 մաղ։ Սովորաբար ինչպիսի արձագանք են ունենում ձեր միջոցառումները, աղջիկներ, կարողանում եք համախմբել տարբեր մարզերի բնակիչներին։ Բավականին, ինչպես նշեցիք, վերջին տարիներին լավ առաջընթաց կա, հա, այս ամենի վերաբերյալ եւ զարդանախշերի եւ երկու բարի ու այս ամենը նաեւ մեր միջոցառումներին է, հա, նկատելի։ Կախված համայնքից, հա, եթե փոքր համայնքներ են լինում, իհարկե ամբողջ համայնքն է այսպես ներգրավում, մեծ համայնքներում էլ Երևանից են հյուրեր լինում եւ այլն, այսինքն ներգրավվածության տեսանկյունից բավական դրական առաջընթաց մենք էլ ինքներս նկատում ենք ու հույս ունենք, որ այս միջոցառումները նաեւ տվյալ համայնքների համար դառնում են շարժի, հերթական տուրիստական այո, շարժի նաև գրավական շարժելի մի վերջը նաև այդ մարզերում։ Այդ առումով ողջունելի է վերջին շրջանում մենք նկատում ենք վերջին տարիներին մի տեսակ Երևանից դուրս են շատ ֆեստիվալներ անցկացվում, միջոցառումներ, համերգներ ու դա ողջունելի է։ Եվ տեղի բնակիչներն են օգտվում ըստեյության եւ Երևանից են գնում։ Արդյոք են գնում եւ ծանոթանում են։ Առնվազն այդ ճանապարհը միջև դու գնում ես եւ հասնում ես որևէ քաղաք, գյուղ եւ ծանոթանում հրաշալի երկրին, ինչպես ասում են, Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է։ Եվ եթե չճանաչենք, չենք կարողանա նաև սիրել, ու եթե չսիրենք, նաև չենք կարողանա տեր լինել եւ խնդիրներին արձագանքել։ Այսօր, ինչպես նշեցինք, Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է եւ մեզ հուշել են, որ մեզ համար եւ հեռուստադիտողի համար մենք այսօր կունենանք հրաշալի կատարում եւ համապատրաստից ինչ կարող ենք։ Իրականում կատարմանը անցնելուց առաջ այսօր կրկնակի տոն է, որովհետև ազգային մշակույթի նվիրնալներից եւս մեկի ծննդյան օրն է Հայրիկ Նորաձյանի աշակերտներից Անդրանիկ Հովհաննիսյանի, ով Վան խմբի երկար տարիների անդամ եւ ղեկավար է եղել եւ այսպիսով շատ ավելի տոնական է դառնում օրը։ Թակ որակով ենք մտածում կատարել կոմիտասյան գրառումներից։ Սիրով կվայելենք։ Սիրով, այո։ Մեր թակ որներ խաչ, խաչվար խաչում աչ, պսակներ կարմիր, արևներ կանաչ, պսակներ կարմիր, արևներ կանաչ։ Հրաշալի։ Համը թողնենք, որ կան միջոցառմաններ եւ երկելու։ Ազգային ազատագրական ավանդական ծիսական է ստացվում, իրականում դա ուրախալի է։ Հայկական էր այսօրվա մեր երկրը։ Քանի որ խոսում ենք ազգայինից աղջիկներ, օրինակ ինձ հետաքրքրում է դրսում որքանով է սպասված մեր ծիսական առաջարկները, այսպես ավանդույթների պահպանումը։ Օրինակ հրավիրվում եք դրսում անցկացնելու նման միջոցառումներ արտերկրում։ Դեռ նման այսպես հրավեր ու հնարավորություն չենք ունեցել, հա, Հայաստանից դուրս ներկայանալու, բայց ունենք բազմաթիվ ընկեր, հա, ազգային երկու բարի խմբեր, տարբեր հասարակական կազմակերպություններ, դուք ոլորտում ավելի քաջատեղյակ եք։ Էլի վերադառնում ենք ընդհանուր, հա, լավ տենդենսին, լավ առաջընթացին, որը իհարկե նկատելի է նաև Սփյուռքում ու նաև վերջին տարիներին շատ ուրախալի է, որ հենց դրսում երկրներում ոչ միայն սպասում են հյուր Հայաստանից, այլև հենց ձևավորվում են ազգային երկու բարի խմբեր, բազում եվրոպական երկրներում, Բելգիայում, Հունգարիայում եւ այլն, հա, այս պահին որոնք Միացյալ Նահանգներում հատկապես թվում է օվկիանոսից այն կողմ, բայց երևի ամենատարածվածը այդ արարողությունների ծիսակարգերի պահպանում հենց Միացյալ Նահանգներում է արի ուտես։ Նրանք իրենց գոյի խնդիրն ունեն, ես կարծում, եւ դա դասական օրինակ է, երբ որ արտերկրից եկածները այսպես կարոտախեղտ նայում են եւ մենք երբեմն ցավոք սրտի սկսում ենք ձանձրանալ նաեւ հարսանիքներից, ցավոք սրտի, որովհետեւ ցանկացած բան եթե ավելցուկ է ունենում, որովհետեւ աղջիկները ասում են քիչ առաջ, որ շատ բաներ ձևի համար է, եկեք ձևի համար չապրենք, ապրենք սիրով, զրառատ, հույզը մի քիչ շատ լինի մեզ մոտ մեր մեջ, որպեսզի կարողանանք ավելի միմյանց ջերմություն հաղորդել ու սերը, թող շատ սիրեն, թող շատ ամուսնանան եւ ծնելիության մակարդակը բարձրանա։
Փաստորեն ես եմ այստեղ երևի որ դեռ բալիկներ ունեմ, ձեզ աղջիկները, աղջիկները փոքրիկ թվացին, Միցից ենք ընկերներ։ Դուք մի թիմից եք, ես մենակ փաստորեն մնացի, այնպես որ բազմացեք, շատ բալիկներ ունեցեք եւ տարածեք ազգային ավանդույթները, ծիսակարգերը, նոր սերնդի մեջ։ Խրախուսելի է։ Մի փոքր էլ ձեր ապագա նախագծերից կցանկանայինք լսել։ Ինչ ունեք արժևում, որ անակնկալ է եւ կցանկանաք մեր հեռուստաեթերից բարձրաձայնել այդ մասին։ Իրականում որպես այդպեսին անակնկալ կդժվարանամ ինչ-որ բան նշել, բայց մեր ծրագիրը, այսպես կարելի ասել, տարվա կտրվածքով ենք մշակում եւ տարվա վերջում նաեւ անպայման էլի բավականին մեծ տոնում ենք նաեւ ամանորը ազգային ավանդույթներով, ազգային ծեսերով, այնպես որ ազգային Տրե ամսով թե հենց բուն ամանորին, հենց ամանորին եք դա նախատեսում։ Ինչով է առանձնանում օրինակ։ Ինչով է առանձնանում մայրաքաղաքային աղցանկա արդեն չեղավ ավանդույթ։ Որ ավանդույթն է մի հատ։ Հիմա ասեմ ինչու չկա մայրաքաղաքային աղցան, որովհետև այո, ամանորը պահքի շրջան է եղել, հետևաբար մայրաքաղաքային աղցանը բացատրություն միայն բանջարեղենային տարբերակով կարելի է կիրառել։ Իսկ ինչ կա։ Այդ վերոնշյալ գաթան էլ չկա։ Գաթան չկա, բայց փոխարենը ունենք տարեհաց, որը բաղարչած է, այսինքն առանց կենթանական ծագման մթերքների, ջրից, ալյուրից եւ բնական քաղցրացուցիչներից, այսինքն մեղրից, ջրերից, ընդեղներից պատրաստված։ Ինչեւ հիմա մեր մարզերում պատրաստում են բաղարճ։ Տատիկը հրաշալի բաղարճ էր պատրաստում, անմահական։ Երևիցս։ Շնորհակալ ենք շատ, որ այսօր մեզ հյուր եկաք եւ ժամանակ տրամադրեցինք։ Մենք վստահ ենք, որ սա արդյունավետ զրույց էր եւ շատերը տեղեկացան միջոցառման մասին։ Ձեզ բարի ընթացք եւ հաջողություն եւ շնորհակալություն, որ քարոզում եք եւ իրականացնում եք նմանօրինակ ծրագրեր։ Շնորհակալություն աղջիկներ, այսպես լուսավոր շարունակեք օրը ձեր նման լուսավոր։ Շնորհակալ ենք նույնպես։